չի ասում է, ես գամ իշխանության պատերազմ սկսեմ Արցախի դեպքում։ Ասում հիմա տարածաշրջանում լարված իրավիճակը, չգիտեք վաղը մյուս օր մի քանի տարի հետո ինչ աշխարհաքաղաքական կարգեր կհաստատվեն, սահմանները ինչպես կփոխանցվեն, եւ եթե լինի հնարավորություն առիթ, պետք է օգտվել դրանից։ Ես շատ բան ասում, շատ վատ բան։ Իհարկե վատ բան։ Ադրբեջան լինի մենք չպետք է Ոչ, իհարկե ոչ, միանշանակ ոչ, երբեք, ոչ Թուրքիայի պարագայում, ոչ այդ ինչ եք խոսում դուք։ Իսկ հիմա Ադրբեջանը մեր թուլացած վիճակից օգտվի եւ մտնի դարձնի, ասենք մի հատ փուճուրիկ Երևան քաղաք թողի։ Այդ ինչ եք ասում։ Այդ ձեր հարցը համ վրթովեցնող է, համ ակնհայտ դուք ձեր հարցի պատասխանը տվեցիք։ Իհարկե ոչ, երբեք Հայաստանի Հանրապետությունը չպետք է ունենա տարածքային պահանջներ եւ չունի իր հարևանների նկատմամբ։ Այդ ի՞նչ է։ Այսինքն դուք ինչ եք ընդհանրում Հայաստանի Հանրապետության պարլամենտական երկրի պարլամենտի նախագահին հարցնում եք, ասում եք մենք պետք է սպասենք Ադրբեջանը թողնա, ոչ, եթե շատ վատ բան է ասում, շատ վատ բան է ասում, անթույլատրելի բան է ասում, խայտառակ բան է ասում։ Ու դրա համար ինքը վաղը մյուս օրը այստեղ նույնիսկ չի հայտնվելու իր այդ խոսքը։ Այդ իր երեխեքն են գնալու կռվեն կամ այդ ինչ է դարերով մեզ գցում է կախվածության մեջ Ռուսաստանից, Ֆրանսիայից, Ամերիկայից կամ որևիցե մեկից։ Ոչ, մենք պետք է տարածաշրջանում այնց հարաբերություններ կառուցենք, որ որևիցե մեկը չմտածի մյուսի վրա հարձակվելու։ Հավերժ թշնամություն, ինչ դիվանագիտորեն, լսեք, հորով մորով արեց Հայաստանի Հանրապետությունը 10 տարի ինքը իր իշխանության օրով, թե ինքը հարստացավ։ Այդ Հայաստանի Հանրապետությունը 29743 կիլոմետրը տենց շենացրեց, վերականգնեց, ուժեղացրեց, թե գույք պարտքի դիմաց տվեց, ասենք ռազմավարական բաներ եւ Հայաստանի անկախությունը, ինքնուրույնությունը տվեց ուրիշ երկրի։ Հիմա էլ պետք է ինքը տես բան ասի իսկականից, անկեղծ հավատաց չի գալիս։ Ոստի ժամանակ ասում է, չեմ նայել Փարք Աստծո։ Կարող է իրավիճակ փոխվել, պետք է Հայաստանը դրանից ինչ որ հետո խայտառակություն է, շնորհակալ եմ քեզ այդ հարցի համար, խայտառակություն է։ Խայտառակություն է դա։ Դա անընդունելի է։ Իսկ դուք երրորդ, չորրորդ հարցն եք տալիս։ Խնդրեմ, ստեղ խնդրեմ։ Ինչ ամոթ հա, ես դուրս զարմանում եմ, որ քաղաքական գործիչը, որ լավն է, վատն է, հարցը դա չի, բայց այդքան ժամանակ բանի մեջ է, հա, այդ քաղաքականության մեջ է, նման բան կա, այդ Ստամբուլը արյանցով սարքենք, մտնենք Սասուն, այդ ինչ ասելու բան։ Արցախն ու Ստամբուլը նույն հարթակում։ Լսեք, Ստամբուլը չէ, ասենք, չգիտեմ, արևմտյան այն պատմական Հայաստանը բան են, ես այն մարդու տրամաբանության մեջ եմ, որի հետ այն օրը հանդիպել եմ, հա, այդ նույն տրամաբանությունն է, դա խայտառակությունն է։ Մենք պետք է ամեն ինչ անենք, որ մեր տարածաշրջանը խաղաղ լինի, պատերազմ չլինի, որովհետև ասում եմ, այդ Հայաստանի վերջի մասին է ինքը խոսացել։ Բայց մենակ մեզանից Մեզանից է կախված։ Մենակ չէ, բայց մեզանից էլ է կախված։ Այս խոսույցից, այ Քոչարյանի նման քաղաքական գործիչների, այդ ռևանշիստական, այդ դուք հասկանում եք դա ինչի համար է արվում։ Լսեք, դա արվում է նրա համար, որ Հայաստանը լինի այլ պետության կազմում կամ առնվազն կախվածության մեջ լինի, որ լինի ռուս խաղապահ եւ լինի հավերժ պատերազմ, որտեղ լինի մոդերատոր։ Ես զարմանում եմ, որ այսքան տարի սա ասում եմ, սա ասենք յուրաքանչյուր տաքսո վարորդին մոտեցեք հարցրեք, քաղաքական վերլուծություն կանի եւ ցես կբացատրի մարդ, որը որ քաղաքականությամբ չի զբաղվում։ Էս ինչ է։ Խայտառակություն է, դա եթե տես բան ասի, խայտառակություն է։ Երբ եմ վերջին անգամ խոսեցել ու հիշացրու։ Հələ մի հատ հիշացրեք։ Ով վերջին անգամ